Ինչպես ասում են, սատանան դիվահարվում է խաչից, որոշ կպայականներն էլ ինձանից ու իմ աննազգանը լսելու ցնց էլ կրակ կլինի։ Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից, որ հիմա անդրադառնալու եմ ինձ վերաբերող հարցերի, որովհետև այս հարթակը մեր ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու մասին է եւ ոչ թե անձնական հարցեր քննարկելու, բայց եւ այնպես այս իշխանության ներկայացուցիչները հավանաբար օգտվում են իմ պարկեշտությունից անձնական հարցեր չքննարկելու եւ շահարկում են իմ անձի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հիմա Տիկին Հակոբյան, նախ ես իսկապես բարեկամաբար ուզում եմ ասել, որ ազգային ժողովը կիսաբաց լուսամուտների սրահը չի։ Այստեղ հատկապես այս ամբիոնից բառերը պետքա ճիշտ ընտրել եւ ազգային ժողովում ճիշտ բառապաշարով հաղորդակցվենք միմյանց հետ եւ ժողովրդի հետ։ Սա առաջինը։ Երբ խոսում եք իմ հայրիկի մասին, հայրս երկար տարիներ, ուզում եմ արձագանքել, որպեսզի անարձագանք չմնա, թե չէ հակառակ պարագայում ես ուղղակի չէի հանդրադառնալ։ Հայրս երկար տարիների պետական ծառայող է։ Այն ժամանակ, երբ դուք կյանքում, ոչ միայն դուք անձնապես, կյանքում չեք պատկերացրել, որ որևէ պետական հաստատությունում ի վիճակի կլինեիք աշխատել, հայրս միշտ պետական համակարգի միջին օղակի պաշտոնյա է եղել, միշտ եղել է։ Եվ հիմա դուք փորձել եք իհարկե նրան հեռացնել աշխատանքից, նրա նկատմամբ հարուցվել է վարույթ, ծառայողական քննություն, որպեսզի ինձ ինչ-որ ձև ցավացնեք։ Ավելին, ես նորից ներողություն եմ խնդրում նման մանրամասնությունների համար։ Հայրս սրտի վիրահատություն կրած, նոր ստենդավորված, տարել բերել են ինչա մի հատ նկատողություն տան։ Հետո այդ նկատողությամբ գնացել ենք դատարան եւ շահել ենք դատը։ Հա ինչ։ Ուզում եք ինձ ցավացնել, դրանով եք ուզում ցավացնել, իմ եղբորը սպային հեռացնելով եք ուզում ցավացնել։ Տիկին Գրիգորյան, կանգնեք Տիկին Գրիգորյանի 10 րոպեն։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ քալերով ինձ ցավացնել ուղղակի անհնար է։ Ինձ ցավացնում էր Արցախի ու ցավացնում է Արցախի կորուստը, հազարավոր տղեկի կորուստը, ձեզ թվում է ինձ անձնապես ցավացնելով հարց եք լուծում, բայց չեք տեսնում տարիներ շարունակ իմ նկատմամբ ինչ անում եք, նույն ձև իմ կռիվը տալիս եմ։ Տիկին Հակոբյան, երբ ինձ դիմում եք, ասում եք, այ ձեր հայրը եւ այլն, այո, իմ քաղաքական դիրքորոշման պատճառով իմ եղբորը հանել եք աշխատանքից, հորս նկատմամբ անասելի անհասկանալի պրոցեսներ եք սկսել, իսկ դուք իշխանության ներկայացուցիչ լինելով, ըստ մամուլի տեղեկությունների, ձեր ազգուտակին եք տեղավորել ազգային ժողովում։ Հասկանում եք տարբերությունը, հասկանում եք, չէ՞ տարբերությունը։